մեր հայ փոխադրողները չունեն ցմեր ստրախավանիա, ցմեր ապահովագրություն։ Այսինքն եթե ասված շանի բերի հետ, մեքենայի հետ, հա, մեքենան կարա վառվի, ինձ մոտ օրինակ նման օրինակ եղել է, վառվել է, բայց ապրանքը չի վառվել, այլ ուղղակի двигательն է, ռեֆրիժերատորի այդ շարժիչն է վառվել, այո, փոխադրողը ապահովագրություն չունի, պատվիրատուն բնական է իր ապրանքն է պահանջում, հա, կամ էլ փոխհատուցումը։ Այդ դեպքում պատասխանատվությունը մնում է շուկայի մեջ, լոգիստների մեջ, իբր փոխադրողի վրա, բայց մնում է մեր վրա։ Փոխադրողը լոգիստիկը փոխհատուցի թե չէ, դեռ բարձ չի։ Այսինքն լինեն այնպիսի ովքեր կփոխհատուցեն, ու այնպիսի ովքեր կհրաժարվեն այդ պատասխանը։ Դա վերաբերում է, եթե իհարկե դա մանր գումարների մասն է, մանր վնասների մասն է խոսքը, դա կարողանում ենք ընդհանուր ինչ որ հայտարարություն գալ, բայց երբ մեծ գումարների մասին է, դա վատ է, որ մնա լոգիստների վրա, լոգիստական կազմակերպությունների վրա։ Հարգելի դիտողներ, ով լոգիստիկայից հեռու է, հա, նույնիսկ ուզում ասեմ, որ նման պատվիրատուներ կան, նման փոխադրողներ էլ կան, որ մտածում են, ասում են, լոգիստները դուք ինչ եք անում, մի հատ զանգ արեցիք, փող աշխատեցիք, ոչ, մի հատ զանգով չի այդ ամեն ինչը արվում, իրական այնքան աշխատանք է արվում, որը այդ նույն պատվիրատուն էլ է այդ ամեն ինչից դուրս է, այսինքն մենք ենք դա անում, նույնն էլ փոխադրողը, պատվիրատուին իր մեքենան ենք տալի, իր ուզած գնով всё ինքը էլ ոչ մի բան հետ կապ չունի, փոխադրողին իր բեռն ենք տալիս, բայց այդ ցեպոչկան, որ ամեն ինչ արվում է, դա մենք ենք անում։